Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողել է Արարատի մարզի Վեդիի ջրամբարի կառուցումը։ Շինարարությունն իրականացվում է հայկական Սահակյան շին եւ իրանական Pega Construction կոնսորցիումի կողմից։ Հիշեցում, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնեց, որ մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար տարածք։ Հեղափոխությունից հետո 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Սահակյան շինը հայտնեց, թե մեծ թափով շինարարություն է ընթանում։ Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ, որի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո։ 2020 թվականին տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի մարտին։ Խոստումը չկատարվեց, բայց ընկերության տույժերը մեղմացան։ Շինարարությունը չավարտվեց, բայց Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերի 14-ին որոշեց 1.6 միլիարդ դրամի բյուջետային վարկ տրամադրել Սահակյան շին ՓԲ-ին Վեդիի ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով։ Բացի այդ, Սահակյան շին ՓԲ-ի տույժ տուգանքները ավելի քան 29 միլիոն եվրո մեղմացնելու որոշում կայացրեց, պայմանով, որ աշխատանքները կավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։ Վարկ առանց հիմնավորումը եւ արդյունավետությունը ստուգելու։ Հայաստանի Հանրապետության հաշվեկնիչ պալատը պարզել է, որ այդ վարկը առանց պահանջվող գումարների հիմնավորման, առանց ընկերության վճարունակության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացության, առանց վարկի ապահովման միջոցների, առանց ծրագրի իրականացման արդյունավետության հաշվարկի եւ նույնիսկ առանց վարկավորման հայտի ներկայացման է տրվել։ Պալատը պարզել է, թե որքան ամբարեխիղճ է աշխատել Սահակյան շին ՓԲ-ն, որը վարկային պայմանագիրը կնքելուց հետո մինչև տրամադրումն ընկած ժամանակահատվածում պայմանագրի շրջանակում կատարվել են ընդամենը 211 միլիոն դրամի աշխատանքներ եւ հիմնավորող փաստաթղթերը չի ներկայացրել հաշվեկնությանը։ Էլի ժամկետների երկարաձգում։ 2023 թվականի սեպտեմբերին ծրագրի կատարողականը գնահատվել է 94%, 2024 թվականի մայիսին 97%, բայց մինչ օրս ջրամբարն ամբողջությամբ կառուցված չէ։ Այս հարցի մասին խոսեց նաև Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նիկոլ Փաշինյանը 15 ջրամբար կառուցելու խոստում էր տվել, որևէ մեկը չի կառուցվել առ այսօր։ Վարչապետի ֆեյքն ու ֆեյքերը ուշադրություն դարձրեք, պարոն Ալեքսանյան, Վեդիի ջրամբարը վերագրել են Փաշինյանին։ Ջրամբարի հետ Փաշինյանը բացարձակ կապ չունի։ Ջրամբարի նախագծման աշխատանքները սկսվել են 2013 թվականին, շինարարությունը սկսվել է 2017 թվականին եւ 2021-ին, որ պիտի բացումը լիներ, հետաձգվել է 2022 թվականին։ 2022-ից հետաձգվել է 2023 թվականին, 2023 թվականի հուլիսին հետաձգվել է մինչև դեկտեմբերի 31 եւ հետո 24 թվականի գարնանը Գնել Սանոսյանը հայտարարեց, որ էլ պիտի բացվի, բայց մինչև հիմա ամբողջական ջրամբարը բացված չէ։ Սա ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, իր թիմի եւ իր ֆեյքերի։ Իսկ Գնել Սանոսյանի որպես անորակ ասֆալտապատման նախարարի ես կարծում եմ, որ պիտի պատասխան տա այս ամեն ինչի համար։ Այդ ոնց է ստացվում, որ Սահակյան շին ընկերությունը, որը տապալում է Վեդիի ջրամբարի ամբողջական կառուցումը, տենց հանգիստ ոչ մի բան չի կատարվում իր հետ։ Բայց ոնց է ինքը նախարար աշխատել։ Այստեղ պիտի փնտրել այն պոզ ու պոչով կոռուպցիան։ Ժողովուրդ օրաթերթը փորձեց Սահակյան շին ՓԲ-ից տեղեկանալ, թե երբ կավարտվեն աշխատանքները։ Գրավոր հարցում ուզեցին, ուղարկել ենք։ Ում է պատկանում անպատժելի Սահակյան շինը։ Իդեպ, Սահակյան շին ՓԲ-ն հիմնադրվել է հեռավոր 1999 թվականին, որի 99%-ի սեփականատերը Սուրեն Սահակյանն է։ Նախկինում նա խոշոր շինարարական աշխատանքներ է իրականացրել։ Արզանի Շամիրամ ջրանցք, Մարմարիկի ջրամբար, Մոնթե Մելքոնյան ճանապարհային հանգույց, Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ մոտ 6 հեկտարի վրա բնակելի թաղամաս, որը պետք է խճուղու քանդված ավտոճանապարհը կառուցի, բայց տարիներ շարունակ նաև դա չի կառուցում։ Հավելենք նաև, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ Սահակյան շինը թաքցրել է ավելի քան 1.4 միլիարդ դրամ հարկային պարտավորություն, հարուցվել է քրեական գործ, բայց մինչ օրս գործում մեղադրյալ ներգրաված անձինք չկան։